Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր քննարկում է շատ կարևոր նախագիծ հեծի պետականացման կամ հեծը պետությանը վերադարձնելու վերաբերյալ, այս մեծ վերնագրով կարելի ասել, սակայն մեր ընդդիմադիր գործընկերները դա այսպես ասացին, որ հեծը խլելու նախագծի մասին է քննարկումը։ Շատ վատ է, որ դուք այդպես եք ասում, որտեղ հեծը չեն խլում, հեծը վերադառնում է պետությանը, եւ այդ ընթացքում սկսվեցին նաեւ մեղադրանքներ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի վերաբերյալ, այո, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հաստատ լավ չի աշխատել եւ եղել են շատ ու շատ խնդիրներ, որոնք մենք բացահայտել ենք։ Եվ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ կապված եղել են բազմաթիվ հարցեր հենց հեծի վերաբերյալ։ Եվ երբ նախագահը նախկին եկել էր մեր հետ քննարկման, մենք իր հետ շատ լուրջ եւ շատ ծանր քննարկում ենք ունեցել, եւ այդ քննարկումից հետո տեղի ունեցան այն հայտնի դեպքերը եւ մենք ունեցանք նոր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ղեկավար։ Ասում եք բողոքներ չկան, ժողովուրդը անընդհատ բողոքում է։ Ասում եք էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, Տիկին Խամոյան։ Տիկին Խամոյան, ես չգիտեմ դուք ձեզ ինչի բախտագուշակի տեղ եք դրել, բայց դուք այսօր այստեղից չեք կարող ասել 100%-ով, որ էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, որակը վատանալու է։ Հենց հիմա էլեկտրաէներգիայի որակը այդքան էլ լավ չի։ Եվ երբ որ մի հատ ուժեղ քամի ա լինում եւ քեզ թվում է, որ էլեկտրասյուները գլխիդ է ընկնելու, մի հատ գնացեք բաներում, մազերում մի հատ պտտվեք, տեսեք էլեկտրասյուների վիճակը ոնց է, ուր են այդ ներդրումները, որ Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը տենց արել են, ուր են այդ ներդրումները, էլեկտրաէներգիայի հետ կապված այդ ներդրումները որտեղ են, ամենակ խոսում եք, գալիս եք ստեղ, անընդհատ ինչ-որ ի պաշտպանական ճառեր եք ասում, եկեղեցի, ահաբեկչություն, սա խառնեցիք իրար, եկեք տարանջատենք ամեն ինչը եւ քաղաքական հետապնդումը թողնենք մի այլ տեղ եւ հեծի պետականացման վերաբերյալ այս նախագիծը թողնենք այնտեղ, որտեղ որ կա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։